Քանի բան ունեմ ասելու, առաջինը Արմեն Աշոտյանի կողմից ուզում եմ ամենակարևոր ուղերձը հղել, որ անպայման ամսի 7-ին մեր քաղաքացիները գնան քվեարկության, այս ռեպրեսիաների ալիքը թող մարդկանց չընկճի, սա շատ տրամաբանական իրավիճակ է, անտրամաբանական պայմաններում, այսինքն բոլորիս համար հասկանալի է այս ամեն ինչի պատճառները, առաջի ուղերձն այն է, որ Արմեն Աշոտյանը խնդրեց, որ հենց ամենաառաջինը դրա մասին խոսենք։ Անպայման գնացեք քվեարկության եւ ընտրեք ցանկացածին բացի դրանից։ Այսպես ձևակերպել բոլորի համար դա էլ է հասկանալի։ Հիմա ըստ էության մեզ իհարկե նախաքննական գաղտնիքով կաշխանդել է նախաքննական մարմինը, միևնույն ժամանակ իրենք են հանդես եկել հայտարարությամբ։ Ես ասեմ, որ մեղադրանքը ներկայացվեց, հարցաքննությունը իրականացվեց։ Ես ընդամենը մի համեմատություն կասկածեմ նախորդ գործի մասին մենք շատ մանրամասն ենք խոսել, հավատացնում եմ ձեզ, հավատացնում եմ հարգելի քաղաքացիներ ձեզ, որ ել ավելի աբսուրդային մեղադրանք է, որևէ ապօրինություն Արմեն Աշոտյանը չի կատարել այս վարույթի հետ կապված եւ առհասարակ եւ այն ժամանակ, երբ որ մենք նախաքննական գաղտնիքով կաշխանդված չենք լինի, շատ ավելի դետալացված կխոսենք, այս պահին ընդամենը այսքանը նորից ասեմ մենք այսպես վերջին ժամերն ենք մեր ժողովրդի կողմից իր վճիռը կայացնելուց առաջ եւ այդ տեսանկյունից ավելի կարեւորը այն է, ինչ որ ասացի առաջինը։ Թվային տվյալներ են ներկայացվել ՔԿ-ի կողմից 208 միլիոն դրամ, 451 քառակուսի, գոնե այս առումով կբացեք ինչով է ուղիղ առնչությունը։ Դե ուղիղ առնչությունը որ լիներ կբացեի, ուղիղ առնչություն գոյություն չունի եւ սա այդ նույն ինչպես ես անգամ ասել եմ հիմա էլ վերահաստատեմ այս ընտրաշավին ոչ թե 19, այլ 20 քաղաքական ուժեր են, 20 համարի տակ հանդես է գալիս իրավապահ մարմինների, Նիկոլի իրավապահ մարմինների այսպես դաշինքը եւ նրանք ակտիվ մասնակցություն են ունենում ընտրական process-ում, սա էլ դրա մասն է, որտեղ մենք հիշենք, որ հանրապետական կուսակցությունը ճիշտ է չի մասնակցում ընտրություններին, բայց նույն Արմեն Աշոտյանը շատ ակտիվորեն իր հրապարակային գործունեությունն էր ծավալում, 3 գիշերներ Էդվարդ Շարմազանովի հետ մեկնաբանում ուղիղ եթերը, այսօր նույնպես նա մտադիր էր նմանաբնույթ քաղաքական գործունեություն իրականացնել եւ այդ ամենը խոչընդոտվեց եւ այս տեսանկյունից բացարձակ քաղաքական որոշում է, բացարձակ քաղաքական հետապնդում է ենթադրաբար հաշվի առնելով երեկվա պարզապես խայտարակությունը, որ մենք տեսանք հանրայինի եթերում։ Միտումը հրապարակային խոսքը լրացնելն է։ Միտումը հրապարակային խոսքը լրացնելն է, դե գիտեք, այնքան շատ են այս վերջի օրերին ռեպրեսիաները, որ այս կոնկրետ ռեպրեսիան խորհրդարանական քաղաքական ուժի փոխնախագահի նկատմամբ գալիս է լրացնելու այս մի ամբողջ շարքը, որ վերջի օրերին մենք տեսնում ենք տարբեր քաղաքական ուժերի ռեպրեսիաների։ Ինչ վերաբերում է բովանդակությանը, ապա նա էլ ասեմ, որ խոսքը վերաբերում է շատ տևական ժամանակ առաջ կատարված ենթադրյալ գործողություններին, որտեղ որ Արմեն Աշոտյանի մասնակցությունը ուղղակի զրոյական է, անգամ չգիտեմ, չեմ էլ ուզում գնահատեմ այդ գործողությունները իրավաչափ են, իրավաչափ չեն, որտեղ Արմեն Աշոտյանի մասնակցությունը այստեղ պարզապես չկա եւ Եթե օրինակ խոսքը վերաբերեր 3 կատարված գործողությանը, կարող էր իրավապահ մարմինները կարող են ասում, դե 3 է արել, այսօր մեկ բարձր որ բայց խոսքը եթե վերաբերում 2015 թվականի գործողություններին, օրինակ 16 թվականի կամ 14 թվականի գործողություններին, ապա ոչինչ չէր խանգարում այսօր հատկապես որ մենք գիտենք, որ այս վարչությունը ակտիվ ռեպրեսիաներով է զբաղվում, պատկերացրեք, այսինքն անընդհատ այստեղ մարդիկ են բերում։ Պատկերացրեք ինչքան կարևոր էր այս գործը, որ այս ընտրական խախտումների եւ այլնի ենթադրյալ հետ կապված, որ անընդհատ մարդկանց հետ կապված գործողություններ են կատարում, նաեւ ներառել են այս գործը, որ անպայման այսօրվա Նիկոլ Փաշինյանի ելույթից առաջ դրանք ունենան ինչ-որ թվեր բղավելու հանրապետության հրապարակից, որ 200 միլիոն դրամ բղավելու հնարավորություն։ Այլ պատճառ չկա։ Դուք ինքներդ նշեցիք գործի այդ վաղեմի ժամկետի մասին, այս ընթացքում ինչ որ գործողություններ արվել են այս գործի շրջանակում։ Մենք, այսինքն Արմեն Աշոտյանը որևէ գործողության ներգրավվել, տեղյակ չենք եղել այս գործի մասին, առհասարակ որևէ կարգավիճակ չի ունեցել, որևէ գործողություն չի կատարվել, որպես վկա չի արձագանվել, չգիտեմ, այլ
քննչական գործողություններ չեն կատարվել, այլ վարորդային գործողություններ չեն կատարվել, մենք այս գործի գոյության մասին իմացել ենք այսօր։ Այսինքն տակ պահել են նախընտրական շրջանում մատուցելու համար։ Դե շոկանայտ է, որ ոչ միայն նախընտրական շրջանում, այլև վերջին օրը քարոզարշավի, որպեսզի, սա ես ասեմ, սա կարող ենք դիտել այսօրվա հանրապետության հրապարակում, նաև Պետրոս Ղազարյանի մոտ, երևի ավելի շատ հանրապետության հրապարակում ելույթի նախապատրաստության մաս։ Որ մարդիկ ելույթը նախապատրաստում է թուղթուգրիչով, այս մարդն էլ իր ելույթը նախապատրաստում է ռեպրեսիաներով։ Հասկանալի է, եւ հիմա ինչ է հաջորդելու, Աշոտյանին տեղափոխել են դատարան մի անգամ։ Այո, քանի որ ձերբակալում է 24 ժամվա ռեժիմով դատարան ներկայացնելու համար, մենք սպասում ենք, թե առաջին կլինեն արդյոք այլ քննչական գործողություններ, որտեղ մենք շատ հստակ հայտարարել ենք, որ եթե կլինեն մարդիկ, ովքեր որ մեր դեմ ցույցմուկ տված կլինեն, մենք պատրաստ ենք շատ արագ հրատապ նրանց հետ առերեսվել։ Սա ուզում եմ հատուկ նշեմ, որտեղ մենք չգիտենք, տեղյակ չենք նման բան կա, չկա։ Եվ երկրորդը ըստ կարգի բոլոր քննչական գործողությունները կատարելուց հետո քննչական մարմինը պետք է միջնորդություն ներկայացնի դատարան, մենք էլ գնանք դատարանում փորձենք հիմնավորել, որ միջնորդությունը անհիմն է։ Հասկանալի է, շնորհակալություն։ Շնորհակալություն։